Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեկ երկու հարց 3 հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություններ տարածել ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ եւ եւս 2 հոգի էին ձերբակալվել կաշառք ստանալու եւ մյուսները կաշառք տալու օժանդակելու վերաբերյալ մանկավարժական համալսարանում դեպք արձանագրվեց ընդհանրապես այս կաշառք տալ ստանալու վերաբերյալ ձեր դիրքորոշումը եւ ընդհանրապես նախարարությունը ինչ քաղաքականություն Դե Իմ դիրքորոշումը ինչ պիտի լինի։ Իմ դիրքորոշումն այն է, որ դա անընդունելի է եւ բնականաբար բոլոր նման երևույթները պիտի բացառվեն եւ եթե որևէ տեղ կա խնդիր, մենք առաջին շահագրգիռն ենք, որ դա բացահայտվի եւ ամբողջությամբ օրենքի սահմանված կարգով մարդիկ ստանան այն պատիժը, որը նախատեսված է։ Ու ես շատ կարևորում եմ, որ այդ իրավական գործընթացը տեղի ունենա, որտեղ դա նաև կանխարգելիչ նշանակություն ունի բոլոր մնացած դեպքերի, պոտենցիալ դեպքերի համար եւ հուսով եմ, որ իրավապահները այդ գործընթացի արդյունքում բոլոր հարցերի պատասխանները կտան։ Նախարար, բայց ձեզ դա միայն ներքին օղակներով է պայմանավորված այդ գործողությունը, թե ավելի համակարգային բնույթ է կրում եւ հենց Համակարգային բնույթ կրելու վերաբերյալ որակումը իրավասու են տալ իրավապահները, որովհետև իրենք է որ պետք է գործի բացահայտմամբ եւ քննությամբ զբաղվեն։ Ես մի բան կարող եմ ասել, որ բոլոր խնդիրները պետք է համարժեք արձագանք ստանան եւ համապատասխանաբար այդ քայլերը լինեն համակարգում համակարգային խնդիր չկա։ Տեղերում կարող են լինել խնդիրներ, որոնք էլ բացահայտվում են իրավապահների կողմից, բայց մեր մոտեցումները շատ հստակ են եւ ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում օրենքը ամբողջ խստությամբ իհարկե բոլոր չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, որտեղ այս պահին մենք դատավճիռներ չունենք, հուսով եմ, որ իրավապահների աշխատանքը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Եվ վերջին հարց ներողություն եմ խնդրում մի վարքյան տիկին նախարար, դուք միշտ նշում եք, որ մանկավարժները, դպրոցի տնօրենները պետք է զերծ մնան քաղաքականությունից, ընդհանրապես դասերի ընթացքում քաղաքականության մասին խոսելուց, բայց տարբեր դեպքեր արձանագրվում են եւ մասնավորապես Հակոբ Կոջյանի անվան դպրոցի տնօրենը նաև տեսանյութերով էր հանդես եկել, դուք դրա վերաբերյալ պարզաբանում տվել եք, բայց նա ակտիվորեն մասնակցում է ՔՊ-ի ունեք կոնկրետ ահազանգ, խնդրում եմ մեզ դիմեք, մենք դրանով կզբաղվենք։ Կարծում եմ դուք տեսաք եւ վաղար շաբաթ խոշորացված համայնքի ընտրության process-ում վստահաբար համոզվեցիք, որ այստեղ մեր սկզբունքները անբեկանելի են եւ անկախ քաղաքական կողմնորոշումից եւ ուղղվածությունից օրենքը եւ սկզբունքները գործում են եւ կարծում եմ, որ դրանում դուք համոզվեցիք արձանագրված դեպքի առնչությամբ, եթե կոնկրետ ահազանգ ունեք, ուղարկեք կզբաղվենք։ Հակոբ Կոջյանի անվան դպրոցի տնօրենը զերծ է պահում դպրոցի ընդհանրական հարցեր եք տալիս, կոնկրետ ահազանգ, եթե կոնկրետ ահազանգ ունեք, ուղարկեք կզբաղվենք։ Շնորհակալ եմ։ It's just happening.